Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք կանայք եւ գլոբալ անվտանգությունը մտակենտրոնի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Բարև Տիկին Հոխիկյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Հոխիկյան, սկսենք մեր զրույցը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց ասուլիս անվանենք, երևի, որովհետեւ 4 տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, ինչն այս 4 լրատվամիջոցները հիմնականում ասոցիացված էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինչի մասին է այդ հարցազրույցը։ Թեմաներին բոլորին թերևս անդրադառնալ չարժի, պարզապես կասեմ, որ ավելի շատ հաղորդագրություն մեսիջ էր ռուսական կողմին, պայմանավորված նրանով, որ նաև ունենք պլանավորված Լավրովի այցը Հայաստանի Հանրապետություն բավականին երկար պաուզայից հետո, որում նա եւս մեկ անգամ կամ հերթական անգամ ֆիքսում էր իր լոյալությունը ռուսական կողմին եւ գուցե նաեւ օգնություն էր խնդրում արձանագրելով, որ իրեն օգնելու պարագայում իշխանության գալու դեպքում ինքը կլինի այն նույն լոյալիստ Ռուսաստանի մասով, որը որ միշտ եղել է։ Կարծում եմ հիմնական մեսիջը դա էր։ Ռուսաստանում չգիտեն այդ մասին կամ ինչու է պարբերաբար Քոչարյանը վերահաստատում իր լոյալությունը կասկածներ կան Ռուսաստանից, թե մրցավազք կա տարբեր կողմերի կամ անձերի միջև։ Դե դա արդեն երևի պիտի պարզել այդ հարաբերությունների դինամիկան ճշտելուց հետո միայն, թե ինչպես են նրանք առասարակ շփվում իրենց կուրատորների հետ կամ մոտավորապես ինչ մղումներով պայմանավորված կարող են նմանատիպ հարցազրույցներ կազմակերպել, գուցե նաև պայմանավորված նրանով, որ մոտ 1 տարի անց ունենք եկողընտրություններ եւ հնարավոր այսպես պարլամենտում իրենց ներկայացվածությունը մեծացնելու այսպիսի հավանականություն գուցե նաև դրանով պայմանավորված փորձում են խաղի մեջ մտնել։ Բայց հիմնականում ըստիս ավելի շատ Ռուսաստանին հերթական անգամ մեսիջ ուղարկելու, մեսիջ հղելու այսպիսի մի առիթ էր, որտեղ պարոն Քոչարյանը արձանագրում է եւս մեկ անգամ, որ նա լոյալ է եւ օգնության պարագայում կամ իրեն իշխանության բերելու պարագայում նա Ռուսաստանի շահերն է անմիջապես առաջ մղելու եւ պաշտպանելու։ Ինչ գործիքներ ունի Ռուսաստանը դա անելու համար Հայաստանում ունենալ իր տեխնացուն, եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է Կրեմլի տեխնացուն իրոք։ Ինչպես կարող է նրան վերել։ Կարծում եմ որևէ նոր գործիք այստեղ չկա։ Գոնե այսօր ինչու եմ այդպես պնդում, որովհետեւ եթե այսօր նրանք չեն փոխել իրենց դեսպանին, այսինքն նրանք թերևս բավարարված են այն գործելավոճով կամ այն դինամիկայով հարաբերությունների, որ առկա է Ռուսաստանի եւ Հայաստանի մեջ, թեպետ այդ դինամիկայում ռեալ փոփոխություններ որպես այդպեսին տեղին չեն ունեցել։ Քանի դեռ դեսպանի փոփոխություն չունենք կամ ռեալ քաղաքականությունների դիտանկյունից վերանայման այսպեսի ինչ-որ բան չունենք, փորձ չունենք, ուրեմն երևի բավարարված են ու նույն գործիքակազմի հույսին են մնում։ Բայց աշխատում է Տիկին Հոխիկյան, որ բավարարված են։ Հետևաբար ինչով են բավարարված։ Գուցե ուշադրության պակասի նաև պայմանավորված Ուկրաինայում ընթացող պատերազմով, գլոբալ վերադասավորումների նաև այսօր ընթացող դինամիկայով պայմանավորված չեն կարողանում այնքան ուշադրություն Հայաստանին տալ, որքան անհրաժեշտ կլինի ինչ-որ բան անել, բայց ես չեմ կարծում, որ դա է։ Որոշ շրջանակներ կարծում եմ, որ դա ինչ որ կարող էին արել են։ Փորձել են, կարծում եմ, հիբրիդային գործիքակազմի տեսանկյունից եթե դիտարկենք, արվել է ամեն ինչ, ինչ չեն արել օրինակ։ Փորձել են իրենց ոչ մեկ, այլ մի քանի տեխնացուներով հանդես գալ, որը որ կաշխատեր, որը կարծում եմ ավելի ռուսական մոտեցում եւ ոչ է, քան շատերն են մոտենում։ Նրանք չեն ունենում մեկ տեխնացու, նրանք շատ դեպքերում պարզապես մի քանի տեխնացուների վրա կարող են այսպես ինչ-որ խաղադրույք անել եւ տեխնացուներից մեկի հնարավոր առաջխաղացման պարագայում արդեն դառնալ այդ տեխնացուի, այսպես ասած, հովանավորը կամ կանգնել այդ տեխնացուի մեջքին։ Հիմա կարծում եմ նույնն է, փորձում են դիվերսիֆիկացնել, բայց դիվերսիֆիկացիայի տեղ եւ հնարավորություններ չունեն, ճիշտ նույն մարդիկ են դաշտում։ Կարծում եմ այդ իմաստով նրանք էլ ճգնաժամի առաջ են կանգնած, պատի առաջ են կանգնած, չկան նոր մարդիկ, հետո Ռուսաստանի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում սա արդեն ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության իհարկե մեծ ներդրումս դրանում կա, բայց Ռուսաստանը իր իսկ գործելավոճով Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված քայլերով կոնկրետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ ունի հստակ ֆիքսված նեգատիվ, այսպես ասած, վերաբերմունք, որը փոխելու ուղղությամբ ես նույնպես չեմ տեսնում, որ որևիցե քայլ կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունը անի։ Գուցե Տիկին Հոխիկյան մտածում եմ, որ մենք վերջացնենք Ուկրաինայում մեր գործերը, կվերադառնանք Հայաստանում այդ ամեն ինչը շուրջ տալ դեպի մեր, մի մատի շարժման տալը։
ավելի լայն թափով կիրառեն գործիքներ, նոր գործիքներ կիրառեն, չգիտեմ։ Դե Մոլդովան, որ այդքան կարևոր էր նրանց համար իբրև երկիր, տեսանք թե ինչ ինտենսիվությամբ, ինչ բավականին լուրջ այսպես բավականին մեծ գործիքակազմով փորձեցին ազդել այնտեղ ընտրությունների ելքի վրա, չստացվեց նախագահական ընտրությունների դեպքում։ Չեմ կարծում, որ Հայաստանը այս պարագայում շատ ավելի կարևորություն ունենա Ռուսաստանի Դաշնության համար, քան Մոլդովան ուներ, քանզի Մոլդովայի պարագայում մենք ունենք Մերձնեստրի խնդիրը, որտեղ նրանք այդ հատվածը, այսպես ասած, ռուսականացրել են, անջատել են Մոլդովայից եւ պահում են։ Պլյուս Մերձնեստրն էլ ունի հստակ սահմաններ այս Ուկրաինայի հետ, Մերձնեստրն էլ կտրված է, բայց Մերձնեստրը ռուսական դարձնելու պարագայում նրանք ունենալու են հստակ նաև ռուսական ներկայացվածություն այդտեղ։ Հայաստանում նրանք պարզապես այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, որ ունենան հավելյալ ռեսուրսներ, ինչ որ նոր քայլերի գնալու կամ ռեսուրսից բացի ֆանտազիա կամ երևակայություն, որ նրանց թույլ կտա ավելի կրեատիվ քայլերի դիմել կամ նոր գործիքակազմ կիրառել։ Մի քիչ խորանալով Ռոբերտ Քոչարյանի ասացի բովանդակության մեջ, Քոչարյանը ասում է աշխարհագրությանը նայեք։ Եթե մենք ունենք անվտանգային խնդիր, իսկ դա մենք հստակ ունենք, եւ մեր անվտանգային խնդիրը ինքնուրույն չենք կարող լուծել եւ դա եւս հստակ է, ինչքան էլ մենք ռազմական ուղղվածությանը բյուջետ տրամադրենք, գումարներ տրամադրենք, միևնույնն է մեր ներուժը այնքան չէ, որպեսզի կարողանանք այս մարտահրավերներին, որոնք այս աշխարհակարգում գոյություն ունեն, մենք կարողանանք ինքնուրույն լրացնել անվտանգային խնդիրները։ Հիմա աշխարհագրությանը նայելով, ինչպիսի դերակատարների կարող ենք ներգրավել այդ բացը լրացնելու համար։ Տարածաշրջանում հյուսիսից Ռուսաստանն է, հարավում Իրանը եւ արևմուտքում Թուրքիան։ Այլ գործող ուժեր տարածաշրջանում աշխարհագրությանը որ նայում ենք չկան։ Հետեւաբար մենք պետք է այս երեքի մեջ ընտրություն կատարենք ու բացատրում է որ ամենանորմալ ընտրությունը Ռուսաստանը կլինի, որովհետեւ հասկանալի մշակութային կապեր, կենցաղային կապեր, տնտեսական կապեր, չգիտեմ, բազմաթիվ այլ կապերով մենք Ռուսաստանի հետ ավելի կապված ենք ու ավելի իդենտիկ ենք, քան ասենք օրինակ Թուրքիայի, բնականաբար չհաշված այդ ինքն էլ ասում է այդ պատմական բեռը, որ կա Թուրքիայի հետ։ Ու նաև առաջարկում է կցել սրան Իրանը եւ այդ երանգյունի ստեղծել։ Հիմա ի՞նչն է սխալ Քոչարյանի ասացի։ Եկեք երկու տարբերակով հարցին մոտենամ եւ երկու դիտանկյունից փորձեմ պատասխանել։ Նախ սկսենք այնտեղից, որ երբ առաջարկում են Ռուսաստանի հետ լավացնել հարաբերությունները, պետք է նայենք թե Ռուսաստանը դրան ինչպես է վերաբերվում կամ լավացնել ասելով Ռուսաստանը այս պարագայում ինչ է հասկանում։ Տանգո ապարելու համար երկու հոգի առնվազն անհրաժեշտ։ Եթե Հայաստանը անգամ ընդունենք, որ Հայաստանն է մեղավոր հարաբերությունների վատթարացման հարցում, ինչ այդպես չէ, եթե անգամ Հայաստանը ցանկանա հարաբերությունների ինչ-որ ձևով վերագործակցել կամ բերել նոր մակարդակի, Ռուսաստանը նույնանման ցանկություն պետք է ունենա։ Ռուսաստանը չունի այդ ցանկություն։ Ռուսաստանը չի ուզում Հայաստանին տեսնել իբրև իր գործընկեր։ Ռուսաստանը առհասարակ, եթե Ուկրաինայի նման մեծ պետության պարագայում նրա պետականության, այսպես ասած, գաղափարը չի ընդունում, ասում է արհեստական, այսպես մարմին է ստեղծված մեր կողմից եւ այլն, ինչու են մարդիկ կարծում, որ Հայաստանի պարագայում առհասարակ նա այլ մոտեցում է ցուցաբերում հարցին կամ Հայաստանի պետականության գաղափարը, սուվերենության գաղափարը Ռուսաստանը որևիցե կերպով ընդունում է կամ ընդունելի կարող է լինել ինչ-որ պահի։ Նրանց մոտ ավելի շատ կայսերական մոտեցում է այս հարցին, կարծում են, որ իրենց ազդեցության գոտին է եւ իրենք միայն պիտի այստեղ որոշեն, իսկ մեր նման պետությունների պարագայում, ովքեր իրենց ողջ ռեսուրսը որպես այդպեսին ժամանակին Ռուսաստանին զոհել են, այլևս առաջարկելու բան չունեն, ինչպես նրանք էին ասում, կհիշեք թերևս, որ ուր պիտի կորի Հայաստանը կուդածինցը, որովհետև այլևս առաջարկելու բան էլ չունի, մեր քմահաճույքի, այսպես ասած, էպիկենտրոնում է գտնվում կամ ներքո է գտնվում, բնականաբար նրանք այն դիտանկյունից, որ իբրև վերաթողարկում, վերանայում հարաբերություններին, նրանք մեր դիտանկյունից չեն մոտենալու այդ հարցին։ Հիմա գանք այլ հարցից, եթե աշխարհագրությանը անդրադառնանք այսօր, եթե ռազմավարական դիտանկյունից նայենք համաշխարհային համագործակցության, աշխարհակարգի եւ այլն, ինչպես ուզում եք մոտենանք, հին մոտեցումները փոքր-ինչ չեն աշխատում։
առաջ այո, գուցե անմիջական հարևանների հետ կապ հաստատելու եւ այլնի տարբեր դիտանկյուններից շատ ավելի գործիքային էր, որպեսզի դու անմիջական հարաբերությունների դիտանկյունից ընտրեի գործընկերներ այն վայրերում, որոնք քեզ անմիջապես սահմանակից էին։ Այսօր աշխարհը փոխվել է, տեխնիկական հնարավորությունները բոլորովին այլ են, բայց եւ միևնույն ժամանակ գնում է ազդեցության գոտիների պատերազմ, քանի որ վերափոխումներ, վերաձևակերպումներ են ընթանում նույն աշխարհակարգի դիտանկյունից, Քոչարյանի, այսպես ասած, առաջարկած թեզին, որը որ առհասարակ պրոռուսական բոլոր թևի բոլոր ներկայացուցիչներն են առաջ բերում, ես այսպես պատասխանում եմ, եկեք նայենք Ադրբեջանին։ Ադրբեջանի հարևանն էլ Ռուսաստանն էր, հիմնական ազդեցություն ունեցող տարածաշրջանում, բայց նրանց ավելի մոտ էր Թուրքիան, որի հետ նրանք ունեին ռազմավարական դաշնակցային պայմանագիր, եղբայրական հարաբերություններ եւ այլն եւ այլն։ Մեկ ազգ երկու պետություն։ Այո։ Բայց նրանք պատերազմից հետո ինչ արեցին, որպեսզի Թուրքիայի ազդեցությունը գնալով աճող, հատկապես պատերազմում Թուրքիայի դերը եթե հաշվի առնենք, նրանց հաղթանակում ավելի ճիշտ Թուրքիայի ունեցած դերը հաշվի առնենք, որպեսզի հնարավորինս չեզոքացնեն, նրանք գնացին Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային պայմանագիր ստորագրեցին։ Այս պարագայում շատ դեպքերում, այո, այսինքն բալանսավորեցին ազդեցությունը այս պետության իրենցից երկրի վրա։ Մեջ ինչ նյուանս կա, որ Ադրբեջանը դա արեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, այսինքն տարածաշրջանային երկու կերտելությունների, բայց միայն դրանց միջև չի արել։ Հիմա ես շարունակեմ։ Բացի այս երկու պետություններից, Ադրբեջանը, որովհետեւ կարողանա ավելի լավ հարաբերություններ ունենալ նույն Միացյալ Նահանգների հետ, որը անմիջապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ ամենահզոր պետություններից մեկի դաշնակիցներից է հանդիսանում, թեկուզ հենց միայն ՆԱՏՕ-ի անդամությամբ պայմանավորված, նրանք ունեն բացառիկ հարաբերություններ, այս պարագայում ոչ թե իրենց հարևան Իրանի, այլ Իրանի անմիջական հակառակորդը հանդիսացող Իսրայելի հետ բավականին լուրջ ջերմ հարաբերություններ, որի միջոցով շատ հաճախ նույն Միացյալ Նահանգներում նրանց ունեցած լոբիստական ազդեցության գործոնը հաշվի առնելով կարողանում են լուծել հարցեր։ Ոչ միայն իրենք ունեն լոբիստական հնարավորություններ, բայց նաև օգտագործելով Իսրայելի հետ իրենց անմիջական կապերը։ Այս պարագայում էլ Քոչարյանի առաջարկած թեզը որևէ կերպ չի աշխատում։ Եթե մի փոքր ավելի անդին նայենք, նույն Միացյալ Նահանգներն էլ այսօր չի պատրաստվում Անդրկովկասը որևէ կերպ զիջել կամ ազդեցությունը Անդրկովկասում իր ունեցած զիջել։ Եթե այդպես լիներ, նույն Վրաստանի պարագայով պայմանավորված, որը որ կարծես թե նու գոնե այսպես որ նայում ենք այս պահի դրությամբ Ռուսաստանի ուղղությամբ ինչ որ այսպես հակվածություն է այս պահի դրությամբ ցուցաբերում, նրանք այդքան հեշտությամբ բաց չեն թողնում։ Ոչ միայն բաց չեն թողնում, այլ շատ ավելի այսպես հստակ եւ ավելի կոշտ դիրքորոշում են ցուցաբերում նրանց գործողություններով պայմանավորված։ Իսկ եթե Վրաստանը մնա ազդեցության դաշտում, Վրաստանը այսօր անկախ նրանից, որ Ռուսաստանի ուղղությամբ ինչ-որ ռևերանսներ արել է, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ արձանագրենք, որ չունի դիվանագիտական հարաբերություններ։ Սա էլ ինչ-որ բանի մասին խոսում է։ Հիմա եթե նրանք չեն պատրաստվում Անդրկովկասում իրենց ազդեցությունները զիջան բազում պատճառներով, լոգիստիկ պատճառներ կարող ենք նշել, որ Անդրկովկասը այս տարածաշրջանում հանդիսանում է մի շարք լոգիստիկ ուղիների, այսպես ասած, խաչմերուկում եւ այլն, ինչու է պարոն Քոչարյանին թվում, որ Ռուսաստանն էլ բացառապես բարեկամական նպատակներով է ուզում Անդրկովկասը վերցնել իր իսկ ազդեցության գոտու մեջ։ Մեր ընտրությունը ո՞րն է, Տիկին Հոխեկյան, տեսեք, դուք նշում եք, որ մեր ընտրությունը պիտի լինի նույնը, ինչ որ Ադրբեջանին այս բարակը։ Ադրբեջանը ընտրում է օրինակ տարածաշրջանում ազդեցություն ունեցող Իսրայելի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Եվ ոչ միայն, նա ունի հիանալի հարաբերություններ ԵՄ-ի հետ, ուր նաեւ մենք ենք Բայց Եմենն այդ նույն ազդեցությունը չունի մեր տարածաշրջանում, որքան ունի օրինակ Ռուսաստանը, բայց միևնույն ժամանակ, երբ որ դու դիվերսիֆիկացնում ես քո հարաբերությունները մի շարք խաղացողների հետ, դիվերսիֆիկայի արդյունքում գալիս ես բալանսի, որտեղ որևիցե խաղացող չունի այնքան ազդեցություն, որ կարողանա քեզ պարզապես ոչնչացման եզրին հասցնել։ Այո, այս պարագայում պետք է պարզապես բալանսավորել այն ազդեցությունը, որը որ ունեն բոլոր մեր տարածաշրջանի պետությունները, ունենալով մաքսիմալ լավ, իհարկե պայմանավորված մեր իսկ շահերով իբրև պետության, մեր շահերով ասելով ես այստեղ չեմ դնում որևիցե էմոցիոնալ բեքգրաունդ։
պիտի լինի պարզապես հաշվարկ, այսինքն պետք է փորձենք այս հարցին ոչ թե էմոցիաների դիտանկյունից նայել, այլ պիտի նայենք մեր պետության գոյության, պետության ծաղկման եւ մի շարք նմանատիպ այլ այսպես կարևոր գործոնների դիտանկյունից։ Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ ինչ կտա։ Լոգիստիկ ճանապարհների բացում, որը հնարավորություն կտա մեզ կախված չլինել միայն դեպի Վրաստան դուրս եկող ճանապարհից, քանի որ այս պայծությամբ Իրանը սանկցիաների տակ է գտնվում պատժամիջոցների։ Այսինքն Թուրքիայի հետ սահմանը բացելով մենք ոչ թե եղբայրանում ենք Թուրքիայի հետ, այլ պարզապես հնարավորություն ենք ստանում մեր ամենահզոր հարևաններից մեկի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որը նաեւ մեզ հնարավորություն է տալիս տնտեսապես զարգանալու։ Դե դրան դեմ չի նաև Ռոբերտ Քոչյանը, նա ասում է տարբերությունը մեր առաջարկի ու գործող իշխանության նա է, որ իշխանությունը գնում է խաղաղությունը մուրալու ճանապարհով եւ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ուզում 2026 թվականի ընտրություններում սեփական հաղթանակ ապահովելու համար, դա պետության հետ կապ չունի, իսկ մենք կգանք արժանապատիվ խաղաղություն կբերենք, արժանապատիվ խաղաղությունը հետո կապում է Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման։ Գիտեք, արժանապատվությանը, եթե անդրադառնանք, գուցե որոշ մարդկանց համար արժանապատվությունը սեփական երկրի, եթե իհարկե նա սեփականն է համարում այդ երկիրը, չեմ կարող միանշանակ ասել, սեփական երկրի սուվերենությունը այլ պետություններին 100%-ով զիջելն է, ապա մենք մեր արժանապատվության ընկալումները լրիվ տարբեր դաշտերում են, չեմ կարող այստեղ մեկնաբանություն անել, բայց եթե դիտարկենք նաև այն դիտանկյունից, որ Հայաստանի Հանրապետությունը կամ այստեղ երևի թե պիտի արձանագրենք, որ Արցախը 2020 թվականին պարզապես պարտություն կրեց պատերազմում, իսկ պարտություն կրած երկրները միշտ չէ, որ իրենց ցանկություններով պայմանավորված 100% կարող են շարժվել այնպես ինչպես կարող են, եթե այս ելակետից գանք, պիտի հասկանանք, որ ոչ բոլոր մեր ցանկությունները կամ ձգտումները կարող ենք այս պահին 100%-ով իրականացնել, բայց սա ասելով հանդերձ պիտի արձանագրեմ, որ վերջին 5 տարիների ընթացքում 2020-ից այսօր, եթե հետ նայենք եւ նայենք հիմա, այնուամենայնիվ իշխանություններին հաջողվել է բավականին օպերատիվ կերպով օպտիմիզացնել հարաբերությունները տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող մի շարք երկրների հետ եւ եթե արժանապատվությունը բազում անգամներ չարչրկող տարբեր նախկին ղեկավարներ նշում են, որ մենք Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ ունենք զենք, բայց միևնույն ժամանակ ձվերը դրել էին բոլորը մի կողովում եւ փաստորեն երբ որ հայտնվեցինք փաստի առաջ, պարզվեց, որ մենք չունենք դաշնակիցներ, այս դեպքում իշխանությունները մաքսիմալ դիվերսիֆիկացրել են մեր հարաբերությունները, անգամ եթե գանք տնտեսական կամ այս պարագայում զենք գնելու, հա, դիտանկյունից, որոնց կարծեմ, եթե չեմ սխալվում, նախկին նախագահ անդրադարձ է արել, ապա այսօր մենք զենքի գնման դիտանկյունից կախված չենք մեկ ուժային կենտրոնից, այս պարագայում Ռուսաստանից։ Այսօր մենք զենք ենք գնում Հնդկաստանից, այսօր մենք զենք ենք գնում Ֆրանսիայից, այսօր մենք զենք ենք գնում Չեխիայից եւ մի շարք այլ պետություններից, որոնք միշտ չէ։ Իսկ ժամանակին մենք չունենք այդ հնարավորությունը, չենք էլ դիտարկում։ Ես գիտեք, երեք հիշել էի մի հարցազրույց, երբ երրորդ նախագահն էր, եթե չեմ սխալվում, լրագրողի հարցին ի պատասխան, որտեղ լրագրողը հարցում է, թե իսկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, եթե գանք Հայաստանի Հանրապետության հարաբերությունները դիվերսիֆիկացնելու, այսպես ասած, հնարավորությունից նախագահը ընդհատեց լրագրողին եւ ասաց դուք շատ այսպես վտանգավոր հարց եք տալիս։ Այսինքն, երբ նրանք արժանապատվությունից են խոսում, նրանց պատկերացած արժանապատվությունը Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ այս պարագայում իրենց ընտրած Ռուսաստանի Դաշնությանը բացարձակապես այսպես նվերանելն է, հա, բոլոր իր ռեսուրսներով հանդերձ, կարողություններով հանդերձ, կներեք ես այդ արժանապատվության այդ պատկերացումը չեմ կիսում։ Հիմա երբ դուք խոսեցիք բալանսավորելուց, հիմա դա էլ է քննարկվում եւ քննադատվում, ո՞րն է հիմնական քննադատությունը աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ աշխարհը նոր վերաբաժանումների մեջ է, երբ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները ծայրահեղ սրված են, այս իրավիճակում հնարավոր չէ անել այդ, ասում են Ռոբերտ Քոչյանը ասում է շպագատի քաղաքականություն, չես կարող շպագատ իջնել, եւ ճիշտ է հնարավորինս պետք է դիվերսիֆիկացնես կամ ինչպես ինքն է օգտագործում բառը Ոսկանյաններ չի օգտագործում նաեւ իրենց քաղաքականությունը նշելիս, բայց շպագատ իջնել չես կարող, որովհետեւ հիմա սրված է այս երկու կողմերի, հա, հարաբերությունները, չես կարող Ռուսաստանից հարաբերվել այնքանով որքանով, հետո դեպքեր դեպի արևմուտք կամ հակառակը։ Եկեք կրկին Ադրբեջանի օրինակը վերեմ։ Հիմա Ադրբեջանը, որը որ շփվում է Թուրքիայի հետ, ունի ռազմական դաշնակցական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Ունի Թուրքիան ֆիքսենք, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Նույն Ադրբեջանը ունի ռազմական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ճիշտ է։ Նույն Ադրբեջանը սատարում էր ամբողջ պատերազմի ընթացքում
Ուկրաինային, որ այս պայծությամբ գտնվում էր ռազմավարական դաշնակից պետության հետ պատերազմի մեջ, եւ միևնույն ժամանակ շարունակում է շփվել մի շարք այլ պետությունների։ Հիմա դա շպագատ է, թե պարզապես սեփական ռեսուրսների ճիշտ եւ հնարավորությունների ճիշտ վերապաշխում եւ գործողություններ, որոնք նպաստում են սեփական պետության սուվերենության ամրապնդմանը։ Պարոն Քոչյանի այսպես ասած պատկերացումները երևի թե պետության կողմից այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու սուվերենության մասին կամ հնացած են կամ էլ առհասարակ չեմ կարող ասել թե ինչ դեֆորմացված վիճակում են գտնվում ցանկացած պետություն գործելիս եւ ինչ որ գործողություններ անելիս առաջնորդվում է սեփական շահով այսօր առավել եւս երբ մի շարք ուժային կենտրոններ ինչ որ մրցակցային իրավիճակում են գտնվում իրար հետ, հա, կլինի դա ազդեցության գոտիները կիսելու դիտանկյունից, առևտրային ճանապարհները կառավարելու տեսանկյունից, որ ուզում եք նշեք։ Հիմա առավել եւս մենք պիտի ձգտենք որևէ մեկի հետ չլինել շատ ավելի լավ հարաբերություններում, եթե դա մեզ վնասելու է մյուսների հետ հարաբերություններ հաստատելիս։ Այսինքն մենք Ռուսաստանի հետ այս պայծրությամբ չունենք վատ հարաբերություններ պետական դիտանկյունից եթե նայենք։ Գուցե դա այն հարաբերություններ չեն, որոնք Ռուսաստանը կուզեր ունենալ Հայաստանի Հանրապետության հետ, որտեղ նա Հայաստանը իբրև պետություն չի դիտարկում, այլ դիտարկում է իբրև վասալ։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը չի գնացել կոնֆրոնտացիայի հետ Ռուսաստանի հետ։ Ինչ է ասում Հայաստանը, ասում է պայմանագրերը, որոնք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի կողմից այսպես կառավարվող ՀԱՊԿ-ի հետ կամ ԵԱՏՄ-ի հետ շատ դեպքերում Ռուսաստանը պարզապես չի կատարել իր պարտավորությունները այդ պայմանագրերով ենթարկվող։ Քոչյանը ասում է, ոնց չի կատարել, դրա համար ժամանակ է պետք, չես կարող դու մեկ օր չկրվել նույնիսկ, բայց Ռուսաստանից պահանջել, որպեսզի կամ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը։ Դա Քոչարյանի մոտեցումն է, երևի ինքն էլ իր կառավարման շրջանով այդ մոտեցմամբ չեմ պատրաստվում դա որևէ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ այսօր հատկապես երբ համաշխարհային տարբեր խաղացողներ գտնվում են իսկապես մրցակցային իրավիճակում եւ այսօր վերադասավորումների շրջանը, Հայաստանի Հանրապետությունը մաքսիմում պիտի կարողանա դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները բոլոր խաղացողների հետ եւ շեշտը դնելով այն խաղացողների վրա, ովքեր մեզ կկարողանան օգնել, պայմանավորված նաեւ իրենց անվիճական պետական շահերով, ոչ թե նրա համար, որ մեզ լավ են վերաբերվում կամ սիրում են, ինչպես շատերը երբեմն այդ դիրքերից են գալիս, որpիսի մենք կարողանանք ոտքի կանգնել տարբեր ոլորտներում։ Կլինի դա ռազմական ոլորտում, կլինի տնտեսական հարաբերությունների դիտանկյունից, ԵՄ-ի մասն էլ կարծեմ խոսք գնաց, դա նույնպես չեմ մեկնաբանի, որովհետև ԵՄ-ն համեմատել նյութենական պետության հետ դա առնվազն նոնսենս է, եթե ավելի վատ չմեկնաբանեմ, բայց իշխանության կորուստ է, ԵՄ-ից ավելի ուժեղ է կարծում եմ պարոն Քոչյանը պիտի որ իմանա ԵՄ-ն տնտեսական միություն կարող էր վատագույն դեպքում էլի համեմատելի չէ, բայց կարող էր համեմատել ԵԱՏՄ-ի դեպքում, նույն կարծիքը կարծես ԵԱՏՄ-ի պարագայում չունի։ Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները օգտագործելով, այսպես ոչ թե օգտագործելով, այլ մեր հարաբերություններն մենք էլ պիտի նայենք մենք ինչպես կարող ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօր ունենք։ Նրանք օգտագործել են մաքսիմում իրենց հնարավորությունները Հայաստանի դիտանկյունից իրենց իսկ շահով պայմանավորված։ Այսօր էլ մենք օգտագործենք այն հնարավորությունները, որ տալիս են այդ միությունները։ Ես խորհրդեմ այդ կողմից պետությունները չեն կարող տանել։ Փոքր պետությունների խաչն է, որ պետք է մեծ տերությունների ասածով շարժվեն։ Ըստ էության, եթե շատ կոպիտ ձևակերպել, դա ասում եմ, չես կարող Ռուսաստանի պես վարվել, դու չես կարող Ռուսաստանը եթե իր շահերից ելնելով, օրինակ հավացում եք քեզ կամ կներեք փողում է փախտիկը մահաճույքին։ Դու չես կարող նույնն անել Ռուսաստան, որովհետև տեսել եք սահմանները, տեսել եք տարբերությունը ռեսուրսների։ Մենք էլ կանենք այն քայլերը, որ այս պահի դրությամբ մենք կարող ենք մեզ թույլ տալ, իսկ տվյալ պարագայում դա Ռուսաստանի շուկան օգտագործելն է, նույն պայմանավորված նույն ԵԱՏՄ-ի գործոնով, քանի որ մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, օգտագործել տնտեսության դիտանկյունից հնարավորինս մեր տնտեսական դիրքերը լավացնելու համար, բայց միևնույն ժամանակ նույն այդ տնտեսական կապերը մի շարք այլ պետությունների հետ դիվերսիֆիկացնելով, ինչպես արվել է ռազմական ոլորտում։ Տեսեք, 5 տարի առաջ նշում էինք, որ կախված էինք մի կենտրոնից եւ այդ կենտրոնի քմահաճույքից պայմանավորված զենքով կլինի, պաշտպանական մի շարք այլ կարողություններով կլինի։ Այսօր այդ կախվածությունը դիվերսիֆիկացվել է եւ ըստ էության, եթե խնդրի առաջ կանգնենք, Աստված ոչ արած չէ, մի կենտրոնի քմահաճույքից կախված չենք լինելու, այսինքն դրանով իսկ պայմանավորված մեր կարողությունները շատ ավելի այսպես ամուր են այս դիտանկյունից։ Հիմա նույնը պիտի արվի տնտեսական ոլորտում, օգտագործելով Ռուսաստանի շուկան
եւ այն հնարավորությունները, որ տալիս են այսօր մեզ ԵԱՏՄ անդամ լինելու այսպես հանգամանքը տալիս է։ Պարզապես պետք է հնարավորինս տնտեսական այսպես գործոնի վրա շեշտը դնել, քանի դեռ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը այլ ուղղությունները։ Տիկին Հոխիկյան, մեր տարածաշրջանում տեղի ունեցող անընդհատ փոխկապակցված է նաև լայն տարածաշրջանում տեղի ունեցողով եւ ընդհանրապես Ռուսաստանի շուրջը տեղի ունեցողով, հետեւաբար նաև Ուկրաինայի հետ պատերազմով ու Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցումը կամ շարունակությունը էականորեն, ամիջականորեն կարող է ազդել Հայաստանի վրա։ Հիմա խոսք է գնում բանակցություններին, ընթանում կամ փորձում են ընթանալ Ստամբուլում, Սաուդյան Արաբիայում, ինչ կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում եւ ինչ հետևանքներ դա կարող է թողնել Հայաստանի վրա թե պատերազմի դադարեցման դեպքում, թե շարունակության դեպքում կարծում եմ մենք էլի ժամանակ ենք ստանում այդ նույն դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու, թեպետ Ռուսաստանը 3 տարի առաջ, երբ պատերազմը սկսվում էր եւ Ռուսաստանը հիմա տնտեսական եւ մի շարք այլ դիտանկյուններից նույն կարողությունները չունի իբրև պետություն, ինչ կլինի չեմ կարող ասել, ես փորձեմ մի փոքր այլ անկյունից հարցին մոտենալ։ Ես չեմ կարծում, որ այս պայծրությամբ Ռուսաստանը լավ դիրքերում է գտնվում։ Ես հասկանում եմ, որ կա անհանգստություն, որ գուցե պատերազմի ելքը պայմանավորված Միացյալ Նահանգների մոտեցումներով, պատերազմին եւ առհասարակ նույն այս պետությունների մասնակցությանը, որտեղ Տրամպը մի դեպքում նշում է, որ Ուկրաինան է մեղավորը պատերազմ սկսելու եւ այլն, կարող է ոչ այնքան պոզիտիվ ազդեցություն ունենալ, այսպես ասենք, ընդհանուր տարածաշրջանային կոնտեքստում, բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հիմա ավելի լավ դիրքում է, քան ասենք միշտ Տրամպի իշխանության գալը, բացատրեմ ինչու։ Եթե քեզ կանգնեցնում են փաստի առաջ եւ ֆիքսում են, որ եթե դու չբանակցես եւ հստակ քայլեր չիրականացնես, որոնք որ հստակ արդյունքի կբերեն պատերազմի կասեցման, խաղաղության հաստատման եւ այլ ուղղություններով, այսինքն քեզ կանգնեցնում են փաստի առաջ կամ այս հակառակ դեպքում նշում են նույն այսօրվա Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի ներկայացուցիչները, մենք պարզապես էլ ավելի ուժգնացնենք սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ։ Նաև պարզապես բայց դուրս կգանք իհարկե ընդհանուր բանակցային process-ից, բայց միևնույն ժամանակ արձանագրում են, որ եթե չլինի որևիցե արդյունք, մենք էլ ավելի կուժգնացնենք պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն այս պարագայում Ռուսաստանը էլի որոշակիորեն արձանագրեն, որ պատային իրավիճակում է, ինչքան էլ նրանք փորձեն իմիտացիա անել, որ իրենք ուզում են խաղաղություն, փորձում են այդ ուղղությամբ աշխատել, Ուկրաինան չի ուզում, միևնույն է, հստակ գործողություն պիտի անեն ինչ որ մի ուղղությամբ, եւ դրանով պայմանավորված արդեն կարող է հստակ հետևանքներ լինել Միացյալ Նահանգների հնարավոր հետագա պատժամիջոցների տեսքով կամ հարաբերությունների լավացման տեսքով։ Կարող է Ռուսաստանը այսօր իրեն թույլ տալ արդյոք գնալ ինչ որ զիջումների Ուկրաինայի հարցով, ես չգիտեմ, նրանք պիտի որոշեն որքան կարևոր է Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների նորմալիզացիան եւ որքանով կարող են այդ զիջումներին գնալ ուկրաինական հարցը հաշվի առնելով, որտեղ այստեղ իբրև հաջորդ կողմ Եվրամիությունն էլ շահագրգռված է, որպեսզի այս հարցը չլուծվի ի վնաս Ուկրաինայի, որովհետեւ ի վերջո նրանք հասկանում են, որ դրա հնարավոր ազդեցության հետևանքները նաեւ զգալու են իրենք։ Հաշվի առնելով Թրամփի մարտավարությունը, իր էությունը, իմ հասկանալով, որ ինքը բիզնես մտածողությամբ է առաջնորդվում, պետությունը կառավարում է կարծես բիզնեսը եւ մենք դա տեսանք Ուկրաինայի հետ օգտակար հանածոների փաստաթուղթը ստորագրելիս, Չինաստանի եւ Կանադայի հետ հարաբերություններում, Դանիայի հետ բոլոր այդ հարաբերություններում առաջնային կարծես տնտեսական այդ առևտրային շահերն է։ Հիմա ասում է Թրամփը 3 հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ մեծածավալ առևտուրը ծավալել ուկրաինական պատերազմի ավարտից հետո ու նշել, որ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի աշխատատեղեր ստեղծելու եւ բարեկեցություն կառուցելու համար, նրա ներուժը անսահման է։ Հետևաբար կարող է ինչ-որ եզրանկման կան, որ Թրամփի ու Պուտինի միջև համաձայնություն է ձեռք բերվել տնտեսական առումով ու հնարավոր է դառնում ինչ-որ կերպ պատերազմը ավարտել Ուկրաինայում կամ հրադադարի գալ, բայց Ուկրաինայի հաշվին, այսինքն Ուկրաինային Թրամփը կճնշի, պատերազմը կկանգնի եւ ինքը հնարավորություն կստանա Ռուսաստանի հետ տնտեսական այդ անսահման, ինչպես ինքը նշել, անսահման հնարավորությունները ներուժը օգտագործել։
Կանխատեսումներ անել կարծում եմ անշնորհակալ գործ է, առասարակ կանխատեսումներ անելը, հատկապես որ այս պարագայում վերջին ամիսների ընթացքում որևիցե լուրջ փոփոխություն դինամիկայի դիտանկյունից տեղի չի ունեցել։ Պատերազմի եւ ընթացքի եւ առասարակ բացի Միացյալ Նահանգներից ընդհանուր այդ ճնշման, որ գործադրվում էր Ուկրաինայի վրա, որպեսզի նրանց բերեն, այսպես ասած, բանակցային սեղանի մոտ։ Չեմ կարող ասել ինչ կլինի, բայց Ամերիկան նաև պիտի արձանագրենք, չենք կարող այս process-ների իրարից անջատ դիտել, որ ֆիքսում է, որ այսօր նրա հիմնական խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանն է, եւ որպեսզի նա կարողանա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել այս ուղղությամբ, նա Ռուսաստանի հետ ճակատում պիտի կարողանա իր հարցերը լուծել, որևիցե այս կողմ կամ այն կողմ, այսինքն կամ եթե չեն կարողանում իրենց պատկերացրած պայմաններով գալ ինչ-որ ընդհանուր համաձայնության կամ լուծման, նրանք ել ավելի ուժգնացնեն պատժամիջոցները կամ էլ կգան ինչ-որ համաձայնության, որը հնարավորություն կտա նրանց ուշադրությունը կենտրոնացնելու արդեն Չինաստանի ուղղությամբ ընթացող այս ճակատում։ Սա է։ Շնորհակալ եմ Տիկին Հոխիկյան։ Ձեզ շնորհակալ։ CVK-ի եթերում զրուցեցինք Էլեն Հոխիկյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։